Եվ մարզաշխարհից Գյումրիում անցկացում է թեքվոնդոյի մրցաշար նվիրված Ռոբերտ Նազարյանի հիշատակին։ Հանրապետական հուշամրցաշարը, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ, թեքվոնդոյի Հայաստանյան ֆեդերացիան նպատակ ունի դարձնել ավանդական։ Մինչև հուշամրցաշարի մեկնարկը Հայաստանում թեքվոնդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները Ռոբերտ Նազարյանի հարազատների հետ այցելեցին Գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցեցին ընկերոջ հիշատակին։ Իսկ մրցաշարը սկսվեց հիշատակի 1 րոպե լռությամբ։ Ներկա են նաև Ռոբերտի ծնողները, ովքեր այսուհետ ֆեդերացիայի որոշմամբ այս հուշամրցաշարին կլինեն պատվավոր հյուրեր։ Ռոբերտ Նազարյանը Գյումրիում այս մարզաձևի հիմնադիրն է։ Առաջին խմբերը այստեղ մարզվել են նրա ղեկավարությամբ։ 99 թվականին առաջի անգամ նույնիսկ որպես թեքվոնդոյիստ գտնվեց Գյումրիում ինքնաշ։ Ունեցավ խմբեր, ստեղծեց ֆեդերացիան 2 տարի առաջ ավտոբուսից մահացավ, ու մենք ֆեդերացիայով պարտավորվածություն ենք զգում ամեն տարի այս օրը մասնակցությունը, որպեսզի հիշենք նրա կատարած աշխատանքը, թեքվոնդոն թույլ չտանք մոռացության գնա։ Նախորդ տարվա համեմատ մրցաշարի մասնակիցների թիվը էականորեն աճել է, թիմեր ներկա են հանրապետության գրեթե բոլոր շրջաններից։ Իսկ առաջիկայում հուշամրցաշարին նպատակ կա մարզիկներ հրավիրել նաև արտերկրից։ Ինչպես նշում է ֆեդերացիայի հիմնադիր նախագահը, այս մարզաձևը գնալով մեծ զարգացում է ապրում Հայաստանում եւ հատկապես Գյումրիում։ Գյումրիում վերջի տարիներս շատ աճ են նկատվում թեքվոնդոյում եւ ունենք արդեն Եվրոպայի առաջնության մրցանակակրեր Գյումրիից եւ նախատեսվում է այս տարի նորից մրցաշար Եվրոպայի Կիպրոսում, որտեղ կմասնակցեն անպայման Գյումրիից մարզիկներ։ Թեքվոնդո մարզաձևը ունի 2 տարատեսակ WTF եւ ITF վարկածներով։ Առաջինը արդեն օլիմպիական մարզաձև է, դրանով էլ նշում են ֆեդերացիայի ներկայացուցիչները պայմանավորված է մարզաձևի զարգացումը։ Հանրապետությունը թեքվոնդոյից միջազգային ասպարեզում եւս առաջընթաց ունի։ Հայ մարզիկները Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել։ Իսկ հաջորդ օլիմպիական խաղերին մասնակիցներ կունենա նաև Հայաստանը, վստահեցնում են արևելյան մարզաձևի հայ վարպետները։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հետևեք նաև ժամը 22-ին Հորիզոնի հիմնական թողարկմանը։